40 գումարած 10,000-ական դրամները արդեն չեն ստանալու արցախցիները եւ ստացվում է, որ այդ մարդիկ փողոցում են հայտնվելու։ Կառավարությունը իհարկե այդ որոշումը ընդունել է։ Դուք ինչ եք կարծում։ Ինչ սխալ է արել։ Շատ սխալ է արել։ Պիտի տան մի բան էլ ավել։ Իսկ այն, որ իշխանության կողմից արցախցիների նկատմամբ ատելություն եւ խտրականություն է եղել է իրանց կողմից։ Դուք դա իրանց չէ, բոլորիս կողմից է ներկայացնությունը։ Դա ճիշտ եք համարում։ Իհարկե ոչ։ Արցախցին նույն Հայաստանի բնակիչն է։ Բոլորն էլ հայ են, ովքեր որ կոչվում են հայ, կապ չունի մարզը, իրանք հայ են, կապ չունի Արցախ, Գյումրի, Շիրակ, բոլորն էլ հայ են։ Իրենք Հայաստանի քաղաքացի են ձեր կարծիքով, թե ոչ։ Այո, ինչու՞ չէ։ Հայաստան հայերեն գխոսին, ինչու՞ չէ, հա։ Ես բոլորովին բոլոր Հայաստանի բնակիչները կմեղկանան իրենց վրան։ Ես էլ մեկը իրենց միս, դու էլ մեկը։ Ես շատ ծանր եմ տանում, որ մեր ժողովուրդը այսպես դեմականում արցախցիներին։ Չոր հայ ենք, հասկանում եք, հայ ենք։ Պիտի ասեն հայ, վերջ, արցախցի, կիրովականցի, վայքեցի, հայ ենք եւ վերջ։ Մարդիկ տուն են կորցրել, հայրենիք են հող են կորցրել, հող են կորցրել, եկել են ստեղ ու չգիտեն ինչ անեն։ Այսինքն վերնախավի մի քանի հոգու պատճառով ժողովուրդը չպիտի տուժի։ Ժողովուրդը չպիտի տուժի։ 5 երեխա, 6 երեխա վերցրած ձեռները մանր երեխեք եկել են, բա ինչ անեն։ Ինչ անեն։ Ես չգիտեմ, ես շատ այդ հարցով շատ տվայտվում եմ։ Ես չգիտեմ ինչ ասեմ։ Ես չգիտեմ, այսօր նոր կարդում եմ մի հայ գրել է, անգաղափար, չեն հասկանում, այնքան որ դարձել են սա Facebook-ցի, չեն հասկանում, ինչ են խոսում, ինչ են ասում, ինչ են ժողովրդին պառակտում, ինչ են պառակտում, չգիտեմ ինչ ասեմ։ Արցախցիները արդեն ապրիլի 1-ից 40 գումարած 10,000-ական դրամները չեն ստանալու։ Փաստացի այդ մարդիկ դրսում են հայտնվելու, որովհետև բռնի տեղահանվեցին եւ բոլորը վարձով են բնակվում։ Դուք ինչ կարծիք ունեք կառավարության այս որոշման վերաբերյալ։ Ես կարծում եմ, պիտի շարունակվի այդ օգնությունը, գոնե մինչև ինտեգրվեն, էլի գործի անցնեն եւ այլն։ Ու գիտեմ, որ շատերը արդեն աշխատում են, ինտեգրվել են։ Եթե պետք է օգնություն, կան ինչ-որ ոչ բոլորը, բայց ինչ-որ բան մարդիկ կան, ում պետք է օգնել, ինձ թվում է պետք է դեռ շարունակել էլի օգնել, մինչև իրանք էլ ոնց որ անցնեն բնականon կյանքի։ Իշխանական տարբեր ֆեյքեր հիմա գեներացնում են արցախցիների նկատմամբ խտրականություն եւ ատելության խոսք, դրան վերաբերյալ ինչ կարծիք ունեք։ Չէ, իհարկե, ես դեմ եմ ատելության խոսք կամ խտրականություն պետք չի տարանջատել էլի, մեր հայերը բոլորս հայ ենք, չի կարելի ասել որտեղի հայա կամ ինչ հայա։ Մենք առանց էդ էլ քիչ ենք, պետք է ոնց որ համախմբված լինենք եւ պետք չի։ Դուք ինչ եք կարծում։ Արդյոք Հայաստանի իշխանությունների կողմից ընդունված այդ որոշումը ճիշտ է։ Ինչ է լինելու մեր արցախցիների հետ։ Չէ, նրանք էլ մեր հայրենակիցներն են։ Սիրտս արվում ու վալացվում իրանց մասին։ Որ մտածում եմ, թե ոնց են տնավեր եղել։ Նույնը կարող մեր ժողովրդին լինի։ Շատ ցավալի է։ Արցախցիները արդեն սոցիալական այդ օգնությունը, որը ստանում են, չեն ստանալու։ Փաստացի մարդիկ դրսում են հայտնվելու։ Դուք ինչ եք կարծում, արցախցիների այս հարցը ոնց պետք է լուծվի։ Կարծում եմ պետք է շարունակեն տալ, բայց այստեղ էլ լիքը սոցիալական վատ պայմաններում գտնվող մեր ոչ Արցախից շատ կան, չգիտեմ, մի հատ միջին պետք է գտնվի էլի։ Երևի, բայց դե չգիտեմ։ Տնից տեղից զրկվել են մարդիկ, ինձ թվում է սխալ է չտալը։ Իսկ իշխանության ֆեյքեր առաջարկեն, չգիտեմ ինչ առաջարկեն այդ մարդկանց, հիմա ասենց ինչ որ Հայաստանում գտնվել ուրիշ է, բայց քո ապրած տեղից հանելը, բերել, լցնել, փողոցնել լրիվ ուրիշ է, չգիտեմ։ Դժվար է իրանց համար, հոգեբանորեն շատ դժվար է։ Երևի պետքա տան, շարունակեն, չգիտեմ։ Մարդիկ կան, գիտեմ, դեմ են, թող գնան աշխատեն, աշխատում են, բայց էլի դժվար է, չգիտեմ, չաշխատող արցախցի չգիտեմ։ Էտա։
Իսկ իշխանության ֆեյքերի եւ ընդհանրապես իշխանական տարբեր դեմքերի կողմից արցախցիների նկատմամբ ատելության եւ խտրական Դիտավորյալ արվի։ Ինձ թվում է իմաստ չունի։ Մի ազգ ենք էլ ես չգիտեմ։ Վերջին օրերին արցախցիների նկատմամբ խտրականության եւ ատելության խոսքը իշխանական տարբեր դեմքերի կողմից գեներացվում է։ Պետք է արդյոք այդպես անել, արդյոք արցախցին Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի։ Քաղաքացիը պետք է ինչքան հնարավոր է օգնեն արցախցիներին, որտեղ այդ մարդիկ տոնտեղ ամեն ինչ կորցրել եկել են։ Հնարավորության չափ պետք է օգնեն։ Հայեր չեն արցախցիները։ Ես պրոստը չեմ հասկանում այդ բանը, էլի ոնց կարելի է։ Իրանք թուրք են, ուզում են որ սա իրանց մոտ թուրք լինեն։ Այդ իսկական հայերը ինձ արցախցիները ինչ են իրանց վիճակը հիմա այստեղ։ Это же ужас один. Как они живут, эти люди, которые потеряли столько всего. Իրանց համար հանգիստ ապրում են, գիշերները ոնց է գնում այդ կառավարությունը։ Կառավարությունը որոշում է կայացրել արդեն, որ 40 գումարած 10,000 դրամները արդեն չեն ստանալու։ Ինչ է կարծում, ինչ պետք է արվի։ Արդյոք 10,000 դրամ կներեք։ 40 գումարած 10,000-ական դրամ էր տրվում ամեն ամիս սոցիալական աջակցություն, հիմա ապրիլի 1-ից այդ աջակցությունը էլ չի գործելու։ Եվ ստացվում է մարդիկ, ովքեր տուն չունեն, վարձով են բնակվում, չեն կարողանալու այդ վարձավճարները փակել։ Դե սոցիալական աջակցությունը միշտ էլ պետք է։ Չգիտեմ ինչ չի լինելու, բայց միշտ էլ պետք է, բայց նաև պետք է այն, որ մարդիկ արցախցիներին շատ լավ են վերաբերում, արցախցին հայ են, բոլորն էլ հայ են։ Մենք բոլորս էլ հայ ենք։ Տարբերություն ընդհանրապես չկա, պետք է սոցիալական աջակցություն լինի, չգիտեմ ինչի չի լինելու, բայց նաև իրանք պետք է աշխատեն, ապրեն, լիիրավ քաղաքացին են մեր երկրի։ Ապրիլի 1-ից 40 պլյուս 10,000-ական դրամները արդեն արցախցիները չեն ստանալու, դա սոցիալական աջակցություն էր բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրվող։ Հիմա դուք ինչ եք մտածում, ինչ պետք է անել, արդյոք դուք ճիշտ համարում եք կառավարության այդ որոշումը։ Շիրակի եթե միրիկանք դրա ապանելու, եւ որ գսեն Արցախը Հայաստանի վերջ, եւ որ աս պատերազմը շարունակվեցավ ասկայն երկար, ոչ թե 40 պլյուս 10-ը, ես համաձայն եմ 40 պլյուս 40 դան է ժողովրդի միջև իրենք գտնան։